Տպավորիչ եւ պատմական ցուցանիշներով Ակբաբանկը ամփոփում է 2025-ը։ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն է, որը հարթակ է կատարված աշխատանքը ամփոփելու եւ նոր նշաձողեր սահմանելու համար։ 2025-ին բանկը գեներացրեց իր պատմական առավելագույն շահույթը՝ շուրջ 35.9 միլիարդ դրամ ծավալով։ Մեր տեսլականը հստակ է՝ կառուցել բանկ, որը ոչ միայն արձագանքում է փոփոխություններին, այլ նաև ձևավորում է ապագան։ Բանկ, որը համադրում է տեխնոլոգիան, մարդկային վստահությունը եւ երկարաժամկետ արժեք ստեղծելու կարողությունը։ Հայաստանի բանկային համակարգում 2025-ին Ակբան պահպանեց առաջատար դիրքերը ակտիվների, վարկերի, ավանդների, կապիտալի եւ շահույթի մասով։ Միաժամանակ Ակբայի ակտիվները հատեցին 1 տրիլիոն դրամի շեմը։ 2025-ը կարող ենք ասել ցուցանիշների առումով ռեկորդային տարի էր։ Հիմնական հաջողությունը իհարկե ես կասեի թիմն է։ Թիմը շատ մոտիվացված աշխատում է եւ ըստ էության արել են առավելագույնը մեր անելիքները պետքա ավելի մտածված լինեն եւ ավելի հավասարակշռված լինեն, որովհետեւ մենք ոչ միայն պահենք այս գրանցված ցուցանիշները, այլ 2026 թվականին ավելի լավ ցուցանիշներ գրանցենք։ 2025 թվականին Ակբան ցուցաբերել է ֆինանսական գերազանց արդյունավետություն, պահպանելով շահութաբերության բարձր մակարդակ, ամրապնդելով նաև բանկի կապիտալը։ Տարվա վերջում բանկի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 տրիլիոն 63 միլիարդ դրամ, ինչը 14%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սեփական կապիտալը հասել է շուրջ 195 միլիարդ դրամի, արձանագրելով 19% աճ։ Բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 633 միլիարդ դրամ, աճելով 18%-ով։ Ավանդների եւ պարտատոմսերի պորտֆելը կազմել է շուրջ 670 միլիարդ դրամ, աճելով 8%-ով։ Շահույթի մեծությունից կախված նաև տպավորիչ է մեկ բաժնետոմսին բաժանեկնող շահույթը մոտ 6000 դրամ։ 2021 թվականին, երբ որ մենք IPO արեցինք, մենք ներգրավեցինք 7.5 միլիարդ դրամ կապիտալ, որը այն ժամանակ բավականին մեծ գումարի կապիտալ էր, բայց անցել է ընդամենը 4-5 տարի եւ մենք այս տարի բաշխում ենք նույն չափով շահաբաժին մեր բաժնետերին։ Հենց 7.5 միլիարդ դրամի կարգի մենք մեր շահույթից մաս ենք հանում մեր բաժնետերին։ Ակբան շարունակում է ամրապնդել վստահությունը նաև միջազգային գործընկերների շրջանում։ Բանկը 2025-ի ընթացքում միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպություններից ներգրավել է ավելի քան 54.3 միլիարդ դրամի ֆինանսավորում, որոնք ուղղվել են գյուղոլորտին, փոքր ու միջին ձեռնարկություններին, շարունակելով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին խորհուրդը բավականին մեծ աշխատանք է կատարել կորպորատիվ կառավարման տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ եւ այս փոփոխությունները կբերեն հսկայական արդյունավետության բարձրացման, ի նկատի ունեմ հարաբերությունները խորհրդի եւ գործադիր մարմնի միջեւ։ Հույս ունենք, որ սա կբարձրացնի ոչ միայն արդյունավետությունը, այլ նաեւ կուժեղացնի մշակույթը ռազմավարական մտածելակերպի զարգացման տեսանկյունից։ Ռազմավարության, նորարարության, միջազգային համագործակցության եւ արժեքներին հավատարիմ մնալու շնորհիվ Ակբան շարունակելու է մնալ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման առաջատար ուժերից մեկը եւ շարունակելու է զարգանալ առաջնորդվելով իր առաքելությամբ, արժեքներով եւ երկարաժամկետ պատասխանատվությամբ։